Դուք Պարոն Դանիելյան, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ մենք սոցհարցումներ կանենք, կտեսնենք ով է մեզնից բարձր վարկանիշ ունեցողը եւ նրան կառաջադրենք վարչապետի թեկնածու։ Հետո մենք պարոն Քոչարյանի այդ հայտարարությունից հետո հանրությանը ձեր աջակիցներին բաց որևէ բան չներկայացրեցիք եւ մեկ հոբ հայտարարեցիք, որ երկրորդ նախագահը վարչապետի թեկնածու է։ Խնդրեմ ասել, ինչ գործընթաց է եղել, ում շրջանում թեկնածություններն է դիտարկվել եւ ում միջև է պայքարը։ Մենք ունենք ներքին հարցումներ եւ այդ հարցումները ցույց են տալիս, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ամենամեծ վստահելություն ունի եւ Հայաստան դաշինքում եւ նաեւ ընտրական process-ների ընթացքում դուք էլ ականատեսը կլինեք, որ Հայաստան դաշինքը շատ ծանրակշիռ արդյունք է գրանցելու եւ այդ առումով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը քաղաքական գործիչների շրջանում Հայաստան դաշինքի ֆորմատի մասին ամենաբարձր վստահելությունը ունի Հայաստան դաշինքի շրջանակներում։ Դե եթե մենք մեր տեխնացում պետք է առաջադրենք ու մնացած կուսակցությունների առաջի համար ինչ ենք հարցում անելու։ Եվ կներեք պարոն Դանիելյան, օրինակ ինչպես է մեխանիզմն ուզում հասկանալ։ Մի քանի տեխնացու է ընտրվել եւ որոշվել է նրանցից ով լինի արդյունքում պարոն Քոչարյանին է նախապատվությունը տվել, թե միանգամից միայն պարոն Քոչարյանի տարբերակն է քննարկել։ Պարոն Քոչարյանի տարբերակը չեն քննարկել, Հայաստան դաշինքի հարցում են արել եւ Հայաստան դաշինքի ամենաշատ տոկոսները հավաքել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Դանիելյան, ամեն դեպքում նայեք, դուք ասում եք հեղինակություն ունի Ռոբերտ Քոչարյանը, իշխանությունը այսպես մեկ ասում են չեն անցնելու խորհրդարան, մեկ ասում են Գյումրի 2 թույլ չենք տալու եւ հիմա հատկապես ամսի 16-ի հետ շնորհանդեսից հետո, երբ վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն էր, այսպես ոչ միայն իշխանության կողմից, այլ նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից կատաղի այսպես պայքար է սկսել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ինչու դուք դրա պատճառները գիտեք, թե ոչ։ Իրենք էլ ունեն իրենց հարցումները եւ այդ հարցումների արդյունքում իրենք որևէ մի կերպ չեն կարողանում մեծամասնություն կազմել։ Իշխանություն։ Այո, իշխանությունները եւ այդ ջղաձգումները այս տարբեր, չգիտեմ, իրենց այս օպերացիաները որ կա ճակերտավոր, հենց արվում է դրա համար։ Իրենք հասկանում են, որ առնվազն կա մի քանի ուժ, որոնց թվում նաև Հայաստան դաշինքն է, որը որ շատ ծանրակշիռ քվեներ է հավաքում այս պահի դրությամբ։ Վաղը մյուս օր դա կլինի 50+1, թե չի լինի, կախված է ընտրական process-ներից, կախված է քարոզարշավից, կախված է թիմերից եւ այլն, շատ հանգամանքներ։ Բայց այն, որ անգամ ծիծաղելի է այդ 8%-ի մասին ասելը, դուք օրինակ ոնց եք պատկերացնում, եթե մենք վստահ չլինենք, որ 8%-ը կհաղթահարենք, մենք դաշինքով հանդես կգայինք հարց։ Իհարկե մենք վստահ ենք, որ ոչ միայն այդ 8%-ն ենք հաղթահարելու, այլ մի քանի անգամ ավելի շատ էլ, այսինքն դա բազմապատկեք, չգիտեմ, 3-ով կամ միգուցե ավելինով եւ դա ել եմ ասում կախված է հենց ընտրական գործընթացներից։ Այն որ հիմա նաեւ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում մարզերում, ես ուզում եմ ձեզ ասել, որ նաեւ ներողություն եմ խնդրում բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որ ստիպված են նաեւ դուք նշեցիք համալիրում հանդիպումը, ուրիշ էլի հանդիպումներ են շատ եղել տարբեր մարզերում, անգամ նստատեղերը չեն բավարարել, այս տոտալ այս իշխանությունների կողմից, որ չեն էլ ուզում անգամ դահլիճ տրամադրել Հայաստան դահլիճին, Հայաստան դաշինքին դահլիճ տրամադրել, այդ մարդիկ ոտքի վրա են եղել կամ միջանցքներում են եղել։ Եվ ես կարծում եմ, որ սա հենց այն ցուցիչն է, դուք տեսաք, որ անցած կիրակի էր նաև աշտարակում էր հանդիպում եղել, դրանից առաջ Գյումրիում, Մարտունիում, տարբեր դուք տեսել եք եւ առաջիկայում էլ դրա ականատեսը կլինեք, ժողովուրդը շատ լավ է ընդունում, մենք վստահ ենք եւ որևէ այդ առումով որևէ խնդիր չենք տեսնում։ Պարոն Դանիելյան, հանդիպումներ սպասվում են քաղաքացիների հետ։ Իշխանության պես օրինակ ուղիղ եթերում գնահատում։ Մենք ուղիղ եթերում չենք։ Չէ, պարոն Քոչարյանը, Հերնի փողոց, մարդկանց վեշերը հանի վերև, տենց աշտարակի հանդիպումը ուղիղ եթերում չէր։
կամ համալիրի հանդիպումը եթերում չէր, կամ ուրիշ հանդիպումներ էլի Չէ, շրջի փողոցները։ Դե ասում է չեն կարող ցանկացած մարդ ինքն է որոշում իր քարոզչության եղանակներն ու մեխանիզմները։ Հիմա տեսեք, էլի ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը խնդիր չունի, ինքը տարբեր միջոցառումներին էլ մասնակցում է, որովհետեւ այդ առումով խնդիր չեմ տեսնում։ Բայց մենք չենք պատրաստվում պոպուլիստական քայլեր անել, այսինքն մեկի, չգիտեմ, աղբը տանել թափել, մեկի, չգիտեմ, առևտուրը վերցնել տանել, մեկին կեղծ գրկել, բայց հետո որ տեսնում է իր աջակիցը չի հարցակվել այդ մարդկանց վրա։ Մենք չենք դες բաներ չենք արել ու չենք էլ անելու։ Մենք չենք էլ պատրաստվում, օրինակ եմ ասում, էլի, մենք նաև գիտենք փոքր երկիր է, էլի, գիտենք ով ում բարեկամն է, ով ում հարազատն է եւ այլ եւ այլ։ Ասենք բարեկամներին տանեն շարեն կամ չգիտեմ կուսակիցներին տանեն շարեն, իբր թե պատահական տեսել է, համբուրել է եւ ուշ կգնում է։ Այսինքն ամոթ է, էլի, ամոթ է, կեղծ շինծու բաներին թող վերջ տան, ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ ալնելու, սիրելի գործընկերներ ջան, ձեզնից շնորհակալ եմ, ամեն ինչ լավ ալնելու։ Հարց ունեմ, չեք ուզում լսել բան։ Դուք արդեն 4-րդ եւ 5-րդ հարցն եք տալիս։ Բայց ինչ եք սահմանափակում։ Խնդրում եմ 21 թվականին ասում եք փոք հաշեցնելու ենք, բայց լավ մնացեք, լավ որ ձեզ։ Այդ վիժոն կանգնած է սափեցի դեպի։ Շուտ է։ Վիժոնը մասնա Ա